Ողջույն։ Ինչպես գիտեք, 2025 թվականի մայիսի 29-ին ընդունվել է կրիպտոակտիվների մասին օրենքը, որը այդ շուկայի կարգավորումը վերապահում է կենտրոնական բանկին։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում տարբեր ձևաչափերով անդրադարձել ենք այդ օրենքի հիմնական պահանջներին։ Այս տեսահոլովակում կցանկանամ անդրադառնալ ոլորտում վերջին տեղի ունեցած զարգացումներին եւ հետագայում ակնկալվող քայլերին։ Այս պահի դրությամբ կենտրոնական բանկը հրապարակել է մի քանի կանոնակարգերի նախագծեր, որոնք կարգավորում են կրիպտոակտիվներով ծառայությունների լիցենզավորման կարգը, այդպիսի ծառայություններ մատուցող ընկերությունների նվազագույն կապիտալի նկատմամբ պահանջները, առաջարկի փաստաթղթի նկատմամբ կիրառվող պահանջները եւ այլն։ Ըստ ժամանակացույցի ակնկալվում է, որ այս նախագծերը կընդունվեն մինչև 2025 թվականի նոյեմբերի վերջ։ Իսկ ինչ է սա նշանակում ոլորտում գործունեություն իրականացնող անձանց համար եւ այն անձանց համար, որոնք նոր են ցանկություն ձևավորել մտնելու այս ոլորտ։ Եթե դուք մինչև 2025 թվականի մայիս գործունեություն եք իրականացրել կրիպտոակտիվների շուկայում, օրինակ, խորհրդատվություն եք տրամադրել կապված կրիպտոակտիվներում ներդրումների հետ, կամ կրիպտոակտիվներով գործունեություններ եք իրականացրել եւ այդ գործունեությունը շարունակել եք նաեւ օրենքի ընդունումից հետո, ապա այս նախագծերի ընդունմամբ ձեր նկատմամբ կիրառելի են դառնում որոշակի պահանջներ։ Մասնավորապես, օրենքը թույլատրում էր շարունակել այդպիսի գործունեությունը պայմանով, որ լիցենզավորման մասին կանոնակարգի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում այդպիսի գործունեություն իրականացնող անձը կդիմի կենտրոնական բանկ եւ կստանա համապատասխան լիցենզիա։ Սա նշանակում է, որ տուգանքներից կամ պատասխանատվության այլ միջոցներից խուսափելու համար դուք պետք է դիմեք լիցենզավորման համար, իսկ եթե ձեր գործունեությունը իրականացրել եք որպես ֆիզիկական անձ, ներառյալ անհատ ձեռնարկատեր, ապա նաև գրանցեք իրավաբանական անձ, որովհետև համաձայն օրենքի կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել միայն առևտրային ընկերությունները։ Ինչ վերաբերում է այն անձանց, որոնք մինչև օրենքի ընդունումը կրիպտոակտիվներով գործունեություն չեն իրականացրել, սակայն ցանկանում են հիմա իրականացնել այդպիսի գործունեություն, կարգավորումը հետևյալն է. Այդ անձանց անցումային շրջանում, մայիսից մինչև նոյեմբեր ընկած շրջանում արգելվում էր իրականացնել այդպիսի գործունեություն։ Սա նշանակում է, որ երբ որ նոյեմբերի վերջին նախագծերը ընդունվեն, կրիպտոակտիվների շուկա նոր մուտք գործող անձանց համար այս ոլորտը դառնում է հասանելի։ Նրանք կարող են լիցենզավորվել եւ նոր կարգավորման դաշտում իրականացնել իրենց գործունեությունը։ Հարկ եմ համարում շեշտել, որ այս հասանելիության կոնցեպտը կիրառելի է նաև մի քանի ֆինանսական հաստատությունների համար։ Մասնավորապես, ներդրումային ընկերություններին թույլատրվում է մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ առանց լիցենզավորման, ընդամենը կենտրոնական բանկի թույլտվության հիման վրա, որը շատ ավելի թեթև գործընթաց է, քան լիցենզավորումը։ Եվ սկսած նոյեմբերի վերջից, երբ որ կընդունվեն կանոնակարգերը, ներդրումային ընկերությունները, որոնք ցանկանում են գործունեություն իրականացնել նոր ոլորտում, կրիպտոակտիվների ոլորտում, կարող են դիմել այդ թույլտվության համար եւ սկսել իրենց նոր բիզնես գործունեությունը։ Նմանատիպ մեխանիզմ կա նաեւ ներդրումային ֆոնդերի կառավարիչների համար։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ սա վերաբերվում է միայն լիցենզավորված կառավարիչներին, այսինքն հրապարակային ֆոնդերի կառավարիչներին։ Այն կառավարիչները, որոնք ունեն կենտրոնական բանկի թույլտվությունը մատուցելու պահառության, փաթեթի կառավարման եւ խորհրդատվության ծառայություններ արժեթղթերի հետ կապված, կարող են այդպիսի ծառայություններ մատուցել նաեւ կրիպտոակտիվների հետ կապված։ Ի տարբերություն ներդրումային ընկերությունների, այս պարագայում չի գործում նույնիսկ թույլտվության գործընթացը։ Ուղղակի պետք է նկատի ունենալ, որ լիցենզավորված կառավարիչների համար կրիպտոակտիվներով ծառայությունների շրջանակը սահմանափակված է։ Մենակ այդ 3 ծառայությունները կարող են մատուցվել։ Հուսով եմ տեղեկատվությունը օգտակար էր։
Ձեր եւ իմ ժամանակը խնայելու համար առաջարկում եմ այսօր սահմանափակվել այսքանով, սակայն հարցերի առկայության պարագայում կարող եք կապ հաստատել տեսահոլովակի նկարագրության մեջ նշված միջոցներով։